Կապանցի 103-ամյա Աշխենտատն այսօր վատ ինքնազգացողությամբ ու տրամադրությամբ էր արթնացել։ Գիտեր, որ մարտի 8-ն է այսօր, բայց հյուրերի չէր սպասում։ Եվ ինքը, եւ իրեն խնամող թորնուհին անակնկալի եկան, երբ մի խումբ երիտասարդներ ծաղիկներով ու տոնական տորթով մտան տուն։ Բարև տատի ջան, ոնց ես։ Առողջություն քեզ, Աստված տա, երկար տարիների կյանք, սրանց էլ երկար։ Բարև տատի, շնորհավոր մարտի 8-ը։ Ay, te kurdem, te viste ուրախություն բերի, բախտավորություն բերի, հաջողնից, լևնից, Ապրես տատի, քեզ էլ առողջություն, շնորհավոր մա։ Մազը դες հարավ մոտ։ Սիլիավը լևնից, Մարտի 8 շնորհավոր տատի։ ուրախապր։ Նախաձեռնությունը Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության Կապանի Ռոստոմ խմբինն էր։ Ի թիվս անցկացված մարտի 8-յան այլ միջոցառումների Ռոստոմ խմբի երիտասարդները որոշեցին այցելել Կապանի ամենատարեց բնակչուհուն եւ շնորհավորել նրա միամսյակը։ Ծաղիկներ, տորթ, դրամական պարգև եւ հազարավոր բարեմաղթանքներ ու շնորհավորանքներ Աշխենտատին։ Չմոռացան իհարկե առողջություն ու երկար կյանք մաղթել նրան։ Երիտասարդներին էր միացել նաեւ Հայ հեղափոխական դաշնակցության կողմից թիվ 12 ընտրատարածքում առաջադրված ազգային ժողովի падգամավորի տեխնացու Հերմինե Համբարձումյանը։ Հաջողության մեջ ասը, շատ երկեր տարին է, ասկնցը, չէ ուրախով է ասկնցը։ Լավ ես, Բեդի ուտ ասկնցը, ու լավ ես։ դե ասոր լավ։ Տատիկին արդեն իսկ մաղթեցինք առողջություն, բայց օգտվելով առիթից կուզեի նաև շնորհավորել մեր բոլոր կանանց ու աղջիկներին մարտի 8-ի կապակցությամբ։ Ուզում եմ ուղղակի ուղերձ հղել նրանց, սիրելի կանայք, ձեր դերակատարությունը մեր ազգային արժեքների ստեղծման, մեր ժողովրդի ձեռքբերումների, մեր ազգային ոգու ամուր պահպանման գործում անուրանալի է։ Ձեր առաքինության շնորհիվ են այսօր մեզ փոխանցվել մեր ազգային լավագույն ավանդույթները, մեր հայ ժողովրդի հայոց ընտանիքների ամրությունը։ Ուզում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ բոլոր կանանց մաղթել գարնանային բարձր տրամադրություն, հարատև անսահման երջանկություն, սեր ու առողջություն։ Ուզում եմ բոլորի նվիրական երազանքների իրականություն դառնան եւ նրանց բոլոր օրերը լի լինեն խինդով։ Տեսնելով երիտասարդների հոգատար վերաբերմունքն ու լսելով նրանց բարեմաղթանքները, Աշխենտատը հուզվում եւ միաժամանակ փորձում էր նույն կերպ պատասխանել նրանց իր օրհնանքով ու բարի ցանկություններով։ Երկար չխոցեց Աշխենտատը, բայց տրամադրությունը բարձրացավ, նույնիսկ հյուրերին առաջարկեց նստել ու միասին թեյ կամ սուրճ խմել, ինչ կնախընտրեին։ Միամսյակը դեռ նոր է սկսվել, շնորհավորանքներ էլի կստանա, բայց այսօրվա հյուրերին նա միշտ կհիշի, նրանք առաջինն են շնորհավորել իրեն։ Բարիքը շատ եմ շում, շատ ունայացիս ատմեջու էվելու։ Կապուտաչյա Անուշիկը երկար էր սպասել այսօրվան, իր թոթով լեզվով սովորել եւ այսօրն արտասանելու համար էր մտապահել այս փոքրիկ երգտողը։ Անուշիկն այն նվիրեց բոլորին՝ մայրիկին, տատիկին եւ մեծ տատիկին։ Իդեպ սա մեծ տատիկի Էմմա Մարգարյանի ստացած բազում շնորհավորանքներից մեկն է։ Նրան շնորհավորական բացիկներ են նվիրել նաեւ մյուս ծոռները։ Երկրորդ դասարանում սովորող Հայկն օրինակ գրել է. «Սիրելի տատիկ, շնորհավորում եմ քո մարտի 8-ը եւ ցանկանում եմ, որ դու եւս 88 տարի ապրես»։ Իսկ 10-ամյա Մարգարն էլ գրել է. «Իմ մեծ տատիկը շատ բարի է, նա ինձ համար գուլպաներ է գործում եւ հեքիաթներ կարդում»։ Մի խոսքով Էմմա տատն այսօր շնորհավորանքների պակաս չի զգացել։ Շնորհավորանքներ ստանում եմ, ուղարկում եմ շնորհավորանքներ։ Առաջին շնորհավորել են իմ ծոռնիկներս։ Առավոտյան դեռ չարթնացած ծոռնիկներս են շնորհավորել, գյուղի բարեկամներս ու ընկերուներս են շնորհավորել, շատերը, բոլոր բարեկամները։ Այսպես թե այնպես միշտ էլ նշել ենք մարտի 8-ը, ասում է Էմմա Մարգարյանը, բայց հիշողության մեջ վառ են մնացել նրա երիտասարդ տարիների մարտի 8-երը։ Սովետի ժամանակ շատ ճոխ կոլեկտիվով միշտ էլ ճոխ նշել ենք։ Իսկ
անկախությունից հետո էլի նորից ճոխ նշել ենք, իսկ հետո նրանց հետո չգիտեմ ինչպես են նշում, ինչպես չեն նշում, բայց ընտանիքում միշտ էլ նշել ենք։ Արծվանիկի միջնակարգ դպրոցն ավարտելով Էմմա Մարգարյանն ընդունվում է Զովետ ինստիտուտ։ Սովորելուց հետո 9 տարի աշխատել է զոոտեխնիկ գյուղատնտես, որից հետո աշխատանքի անցել Կապանի բժշկական ուսումնարանում որպես անատոմիայի եւ ֆիզիոլոգիայի ուսուցիչ։ Աշխատանքին զուգահեռ ընդունվել եւ սովորել է նաեւ մանկավարժական համալսարանում։ 33 տարի մանկավարժությամբ զբաղվելուց հետո վաստակած հանգստի է անցել։ Աշխատել եմ արժանապատիվ, պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումով։ Աշխատել եմ, միջակցություն չեմ սիրել, միշտ սիրել եմ լավ լինի, բարձր լինի ամեն ինչը, որակով լինի, յուրաքանչյուր աշակերտի, յուրաքանչյուր ուսանողի առաջադիմության, բարձր առաջադիմությունը, նրա հաջողությունը, թեկուզ նրա ավարտելուց հետո նրա անձնական կյանքը միշտ էլ հետաքրքրել է, միշտ էլ իմացել եմ իմ ուսանողներս ինչպես են, ամուսնությունը ինչպես է ընթացել, քանի երեխա ունեն, բոլորը հիմա հիշում եմ ես։ Իրենք էլ են ինձ հիշում, ես էլ եմ իրենց հիշում։ Ամուսնու Բեղցի Մակեդոն Առաքելյանի հետ 3 զավակ են մեծացրել, կրթել, դաստիարակել, իրենց նպատակին հասցրել։ Աշխատանքը, ուսումն ու ընտանեկան առօրյան ոչ մի անգամ չեն խանգարել միմյանց։ Ոչ մի անգամ չեմ նեղվել, ամեն ինչ լավ է եղել, ամեն ինչ իրեն տեղում է եղել, երեխաների դաստիարակությունը, կրթությունը, ամեն ինչը տեղում է եղել։ Ամեն ինչ հասցրել եմ։ Դրա հետ էլ գյուղատնտեսությամբ էլ էի զբաղվում, այգեի մշակում, ծառերի տնկում, բերք ու բարիք էի ստեղծում։ Պետական պարգևների ու շնորհավորանքների չի արժանացել, չի էլ սպասել, բայց եւ այնպես սիրել է իր աշխատանքը, աշխատել անձնվիրաբար, իսկ մանկավարժությունը սիրել է դեռ փոքրուց։ Մանուկ հասակից դպրոցը գնալուց հետո ես ով որ հարցում էր, թե ինչ է դառնալու, ասում էի ուսուցիչ եմ դառնալու։ Եվ առաջի դասարանից սկսած ծղոտի դեզի վրա հավաքում էի մեր իմ դասարանցիներից մի 2 հոգի, այնտեղ մատյան էի կազմում, պարապում էի, գնահատականներ էի նշանակում, այնպես որ այդ մանուկ հասակից իմ այդ ձգտումը եղել է։ Հետո էլ որ Զովետը ավարտել եմ եւ նույն է իմ ուշքս միտքս մանկավարժությունն էր եւ 3 երեխա ունեի, որ նորից հեռակայել եմ ինստիտուտում եւ դիպլոմ եմ ստացել։ Մտքովս չեմ անցկացրել գնահատելու եւ այլ իմաստին։ Ես աշխատել եմ իմ խղճի համբացան։ Ոչ մի անգամ չեմ մտածել, թե ես ինչի կասի, թե լավ ես աշխատել, լավ չի։ Ասում էին, ես գիտեի, որ իմ կոլեկտիվս ինձ գնահատում է, իմ դիրեկտորս ինձ գնահատում է, իսկ թե պարգև ստանամ, չստանամ, բոլորովին այդ ձգտումը չեմ ունեցել։ Եղել են բաներ, որ չի հասցրել անել, բայց կենսական նշանակություն չեն ունեցել։ Կատարել է իր պարտքը եւ ընտանիքի առջեւ եւ աշխատանքում։ Չափից շատ աշխատասեր է Էմմա Մարգարյանը, այլ կերպ չէր էլ կարող լինել, ասում է նա։ Ծանր ժամանակներում է անցել նրա մանկությունն ու երիտասարդությունը։ 5 տարեկանից ծխախոտ եմ շարել, 8-9 տարեկանից հասկ եմ հավաքել, 12 տարեկան եմ եղել, որ պատերազմը սկսել է, 12 տարեկանից մանգաղ եմ վերցրել, հունձարել։ Մինչև ինստիտուտ ընդունվելը, չեմ իմացել գիշեր որնա, ցերեկը որնա, առավոտյան գնում ենք ծխախոտը շարում բերում ձմի չորանոցում, մանգաղը վերցնում գրում հունձ, երեկոյան վերադառնում, ծխախոտը շարում գիշերը։ Այ այդպես պատերազմի ժամանակ մենք այդպես ենք անցկացրել։ Ոչ մի անգամ չենք զլացել, չենք դժգոհել, իմացել ենք, որ մեր ամենավերջին մի բուռ ալյուրը գաթա ենք թխել, այն մի քիչ բանը բուրթը մաղել ենք, բան ենք արել, մանել ենք, գուլպա ենք գործել, ձեռնոց ենք գործել, արկղի մեջ փաթաթը դրել, ուղարկել ռազմաճակատ։ Այդպես ենք արել։ Բոլորս համախմբված աշխատում էինք, որ ռազմաճակատում լավ լինի, մենք էլ թիկունքում աշխատել ենք գիշեր-ցերեկ։ Նրանից հետո էլ 40 ինստիտուտում սովորելու ժամանակ էլ առավոտյան գնացքից իջնում էի, մանգաղը դնում էին ձեռքից, թե գնա հունձ։ 5 տարի էլ ինստիտուտում սովորել եմ, չեմ իմացել արձակուրդը որն է, ինչը որն է։ Էդ էլ այդպես է եղել։ Դրանից հետո
45 տարի էլ աշխատել եմ։ Երջանիկ է արդյոք Էմմա Մարգարյանը, ի վերջո շրջապատված է սիրող ու հոգատար երեխաներով, թոռներով ու ծոռներով։ Հուզվեց, աչքերն արցունքներով լցվեցին ու հարցիս հարցով պատասխանեց։ Ինչպես կարելի է երջանիկ լինել, եթե սահմանին օրական 1 զինվոր է զոհվում։ Մի բան կա, որ բոլորիս ցավն է դա։ Ուզում ենք, որ խաղաղություն լինի աշխարհին, որ բոլորը ամեն մեկը իր ընտանիքում մնա։ Որ խաղաղություն լինի, որ զինվորը, որ սահմանի առաջին գծում է առողջ վերադառնա իրեն ընտանիքին։ Ձգտումը մենակ այդ ցանկությունը դա է։ Ինքն իր համար ոչինչ չի ուզում։ Տոնական այսօրով միայն երկրին խաղաղություն, իսկ բոլոր մայրերին լիարժեք երջանկություն է մաղթում։ Շնորհավորում եմ բոլոր մայրերին, քույրերին, հարևաններին, բարեկամներին, բոլոր կանանց։ Ցանկանում եմ, որ նրանք երջանիկ լինեն։ Ցանկանում եմ, որ ոչ մի մայր արցունք չթափի։ Սպասի բանակ է ուղարկել իր երեխային առողջ վերադարձնի իրեն տունը։ Իմ ցանկությունս միայն դա է։ Յուրաքանչյուրի սպարտքն է ապրիլի 2-ին մասնակցել ազգային ժողովի ընտրություններին։ Այցելելով քվեարկության սենյակ մոտենում եմ մասնագետին, ներկայացնում անձս հաստատող փաստաթուղթը։ Անձը հաստատող փաստաթուղթն են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը, տրված լիազոր մարմնի կողմից։ Մասնագետը ստուգում է իմ ինքնությունը, ներկայացված փաստաթղթում արկա լուսանկարի միջոցով եւ փաստաթուղթը ներմուծում են տեխնիկական սարքավորման մեջ։ Եթե ընտրողն իր անձը հաստատող որևէ փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, էկրանին հայտնվում է կարմիր նշան եւ անմիջապես հրավիրվում են ոստիկանության ծառայողները։ Եթե ես գրանցված չեմ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է դեղին նշան։ Այդ դեպքում ինձ դուրս կհրավիրեն քվեարկության սենյակից։ Եթե սարքավորումն ինքնուրույն չի ընթերցում իմ անձը հաստատող փաստաթուղթը, ապա փաստաթղթի տվյալները ներմուծվում են սարքավորման մեջ մասնագետի կողմից։ Եթե ես գրանցված եմ տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում եւ չեմ մասնակցել քվեարկությանը, ապա տեխնիկական սարքավորման էկրանին հայտնվում է կանաչ նշան։ Ես ներմուծում եմ իմ աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը, որից հետո սարքավորումը տպում է իմ քվեարկության կտրոնը։ Մասնագետը կտրոնը եւ իմ անձը հաստատող փաստաթուղթը վերադարձնում է ինձ, որից հետո ես մոտենում եմ ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամին եւ տալիս եմ իմ քվեարկության կտրոնը։ Հանձնաժողովի անդամը ընտրողների ցուցակում գտնում է իմ անուն ազգանունը։ Ես ստորագրում եմ իմ տվյալների դիմաց։ Հանձնաժողովի անդամը իմ ստորագրության դիմաց եւ իմ կտրոնի վրա դնում է իր անհատական կնիքը։ Իմ անձը հաստատող փաստաթղթի տվյալները չեն լրացվում ընտրողների ցուցակում։ Եթե չեմ կարողանում ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա իրավունք ունեմ դիմել այլ քաղաքացու օգնության, բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների։ Գրանցվելուց հետո մոտենում եմ հանձնաժողովի մյուս անդամին, ներկայացնում կտրոնս եւ ստանում քվեաթերթիկները եւ քվեարկության 1 ծրար։ Ուշադրություն դարձրու, որ ստանաս ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների քվեաթերթիկները եւ հիշիր, ընտրողը չի կարող հրաժարվել բոլոր քվեաթերթիկները ստանալուց։ Անցնում եմ քվեարկելու, քվեարկում եմ քվեարկության խցիկում գաղտնի։ Նախ ընտրում եմ այն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը, որին կողմ եմ։ Քվեաթերթիկի առաջին էջում որևէ նշում չեմ կատարում։ Իմ ընտրած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակի տեխնացուին ընտրելու համար նույն քվեաթերթիկի հակառակ կողմում գտնում եմ նրա տվյալները եւ կատարում միատեսակ նշում։ Ապա քվեաթերթիկս առանց ծալելու, հիշիր եւ չմոռանաս, առանց ծալելու դնում եմ ծրարի մեջ, ճիշտ այսպես։ Չօգտագործված քվեաթերթիկները գցում եմ առանձին արկղի մեջ։ Հանձնաժողովն ապահովում է քվեարկության գաղտնիությունը եւ թե ինչպես քվեարկեցի, գիտեմ միայն ես։ Ուշադիր, կտրոնդ խցիկում չթողնես։ Եթե չեմ կարող ինքնուրույն լրացնել քվեաթերթիկը, ապա հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո իրավունք ունեմ քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, ով չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, ԶԼՄ ներկայացուցիչ, այցելու։ Եթե կարծում եմ, որ քվեաթերթիկը սխալ եմ լրացրել կամ վնասել եմ, ապա կարող եմ դիմել հանձնաժողովի նախագահին նոր քվեաթերթիկներ ստանալու համար։ Մոտենում եմ քվեատուփին։ Հանձնաժողովի անդամը վերցնում է իմ կտրոնը եւ առանց քվեարկության ծրարն ինձնից վերցնելու
քվեարկության ծրարի կտրվածքի միջով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո բացում է քվեատուփի ճեղքը եւ ես գցում եմ քվեարկության ծրարը քվեատուփի մեջ եւ հեռանում ընտրական տեղամասից։ Դուք եք ձեր քվեի տերը։